Ոսկե մորուքը, լատիշական հեքիաթ։ Գիշերում է Բատրակը աղայի կալատանը և հանգիստ չի ունենում խեղճը գիշերները։ Ինչ որ մեկը հասկերն է շարժում, շղթաներն է իրար խփում, շարունակ ինչ որ աղմուկ է լսվում։ Ու Բատրակը որոշում է իմանալ, թե ով է գիշերները խանգարում իրեն։ Մի գիշեր նա չի պարկում քնելու։ Նստում է տաք վառարանի մոտ և պարապությունից սկսում է տաշտակ սարքել, դե որ քունը տանի։ Սարքում է նա տաշտակը, սարքում, մեկ էլ հանկարծ չգիտես որտեղից հայտնվում է մի անծանոթ։ Ինչ ես սարքում այստեղ, հարցնում է նա։ Տաշտակ եմ սարքում, որ ոսկի ձուլեմ։ Ինչու ես ձուլում։ Իսկ դա արդեն իմ գործն է։ Ես հասակս առած մարդ եմ, ոչ մի աղջիկ ինձ չի ուզում, իսկ հենց որ մորուքս սարքեմ ոսկի, բոլորը վազելով կգան։ Վայ, բացականչում է անծանոթը, իսկ դա հենց ինքը սատանան է լինում։ Շատ խելոք ես խոսում, իսկ ինձ համար ոսկե մորուք չես ձուլի։ Ինչու չեմ ձուլի, բայց դու պետք է 3 գլխարկ ոսկի բերես, չէ, պակաս չի լինի։ Սատանան համաձայնվում է, վերցնում է Բատրակի գլխից գլխարկը և վազում ոսկի բերելու։ 3 վայրկյան հետո սատանան վերադառնում է և սպասում, թե երբ պիտի իր համար ոսկե մորուք ձուլեն։ Ոնց չէ, մորուքը կձուլեն, բա չէ։ Բատրակը ձյութ է հալում տաշտակում և ասում է սատանային. Հապա մորուքդ մցրու տաշտակի մեջ, այ հիմա ոսկին կսարճի նրա վրա և մորուքիդ փայլից բոլորը կշշմեն։ Լավ։ Սատանան մորուքը մտցնում է տաշտակի մեջ, իսկ Բատրակը լավ թաթախում է նրա մորուքը ձյութի մեջ, դեռ մի քիչ էլ սպասում է, հետո ասում. Հանիր մորուքդ, արդեն ոսկեզօծվել է։ Քաշում է սատանան մորուքը, քաշում է 1, 2, 3, բայց այ քեզ բան, սառել է, մորուքը կպել է իրար և այնպես է ցավում, որ սատանան ամբողջ ձայնով մեկ ոռնում է, հայհոյում է ամեն ձևով, իսկ Բատրակը մխիթարում է նրան. Սպասիր, մի քիչ էլ սպասիր, թող ոսկին մի քիչ էլ նստի։ Մինչ ոսկին կնստեր, սատանան հարցնում է. Անունդ ինչ է։ Անունս ես ինքս է, պատասխանում է Բատրակը։ Իսկ հիմա կարող ես գնալ, ոսկին ամուր կպել է մորուքիդ։ Սատանան ուզում է գնալ, գալիս է դռների մոտ, ուզում է շոյել մորուքը, բայց այնպես է գոռում ցավից. Վայ, ոնց է ցավում, էնպես չոր է, որ շոյել չի լինում, հո չես փչացրել մորուքս։ Լսում են դա սատանայի կալսողները և հարցնում. Ով է մորուքդ փչացրել, ով։ Ես ինքս։ Դե որ դու ինքդ ես փչացրել, էլ ինչու ես գոռում։ Այդ ժամանակից էլ ոչ ոք կալատանը գիշերները չի աղմկում։ Բոլոր սատանաները ասես անհետանում են, իսկ Բատրակը հարստանում է, նրան 3 գլխարկ ոսկի է մնում։ Նա ամուսնանում է կալվածատիրոջ աղջկա հետ և երջանիկ ապրում։